Մենք վերադարձանք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, շարունակելու ենք խոսել մարզական շատ կարևոր ձեռքբերումներից եւ ապագայում սպասվելիք շատ կարևոր օրերից, որոնք կոչվում են 25-րդ ձմեռային օլիմպիական խաղեր։ Եվ ով քան ավելի լավ նրանք մեզ կներկայացնեն մանրամասները այս կարևոր սպորտային օրերի հետ կապված։ Ներկայացրու խնդրեմ մեր հյուրերին։ Արմեն Գարամյան, մարզական մեկնաբան եւ Էդուարդ Քալանթարյան, մարզական մեկնաբան եւ առաջին ալիքի սպորտի բաժնի պետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ։ Պարոն Քալանթարյան եւ սիրելի Արմեն Գարամյան, միանգամից ուզում եմ ձեզ ու մեզ բոլորիս շնորհավորեմ շատ կարևոր հաղթանակների հետ կապված, մինչ կանցնենք իհարկե 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերին, եկեք մեր հիացմունքի խոսք ասենք ու բարձր ծափարությունները հնչեցնենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի համար Եվրոպայի առաջնության փայլուն ելույթների եւ հաղթանակների հետ կապված։ Միանում ենք։ Սա կարծում եմ բոլորիս ուրախությունն է։ Եթե ժամանակ ունենանք Մեծ ձեռքբերում էր իհարկե։ Այո։ Ժամանակ ունենանք Մեծ ձեռքբերում արդեն մասնակցություններ, բայց ինչպես խոստացել են, միայն մասնակցելու չեն գնում։ Խմբից դուրս եկան առաջին տեղով, կարորդ եզրափակում չստացվեց, թե լինում է։ Առաջին անգամ էր, ի վերջո փորձի պակաս կար եւ այլն։ Այդ օրը ամեն ինչ մեր դեմ էր, բայց ելույթը ընդհանուր առմամբ գերազանց պետք է գնահատել։ Շատ լավ։ Եկեք խոսենք դե հիմա 25-րդ օլիմպիական, ձմեռային օլիմպիական խաղերի մասին։ Խոսենք։ Մենք ունենք հավաքական եւ խոսենք մի փոքր մեր հավաքականի, մեր մասնակիցների մասին։ Ինչպիսի հնարավորություններ ունենք, ինչ է սպասվում մեզ։ Թե իրականում ձմեռային օլիմպիական խաղերը գոնե մեզ համար տարբերվում են ամառայինից դրանով, որ մեծ կազմով մենք չենք մեկնում եւ միշտ չէ որ նվաճում են այդ ուղեգիրը մեր մարզիկները, այս անգամ 5 ներկայացուցիչ ունենք, մեդալի ակնկալիքների մասին կարծում եմ ճիշտ չէ խոսել, կարելի է խոսել հնարավորինս բարձր արդյունքների մասին։ Միքայել Միքայելյան, Հարություն Հարությունյան, Կատյա Գալստյան, Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանի զույգը Գեղասահքում նրանք են մասնակցելու, թերևս Միքայել Միքայելյանից միգուցե կարելի է բարձր արդյունք ապահովել, ակնկալել կամ նայել պետք է ապահովի այդ բարձր արդյունքը։ Եվ Գեղասահքում պետք է որ մեր զույգը բավականին լավ հանդես գա, ակնկալիքները այստեղ երևի ավելի շատ իրենց անձնական ցուցանիշները բարելավելու մասին է խոսքը, եթե կարողանան դա անել օլիմպիական խաղերում, դա նվաճում կլինի, իսկ մեդալների մասին ձմեռային մարզաձևերում մենք դեռ ցավոք չենք կարող մտածել եւ սա ամենևին հեգնանք չէ եւ իհարկե ցավալի է հնչում, բայց իրականությունն այդպիսին է, մենք ձմեռային մարզաձևերում օլիմպիական խաղերում մեդալների հավակնորդ չենք առայժմ։ Եվ խոսքը այս դեպքում գնում է միայն Գեղասահքի մասին։ Ոչ, գեղասահորդները Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին են, նրանք զույգ են եւ ունենք Լեռնա Դահուկորդ Հարություն Հարությունյանը ու Կատյա Գալստյանը եւ Միքայել Միքայելյանը հանդես կգան դահուկավազքում։ Բայց Կատյա Գալստյանը միակ հայ կին մարզիկն է, որը 4-րդ անգամ է մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին։ Բայց սա սպորտ է անկանխատեսելի եւ ամեն ինչ գուցե հնարավոր է, պետք է միայն հաղթական ու լավատեսորեն նայել այս ամենին։ Ու մեզ հետաքրքիր է ինչ կարևոր կետեր դուք կառանձնացնեք, որով ավելի զարկ կտրվի մեր ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու եւ ինչու ոչ հաղթանակներ ունենալու համար, որովհետեւ հիմա մենք գիտենք, որ ձմեռային արկածները եւ պրոֆեսիոնալ սպորտային արկածների մասին է խոսքը իհարկե, եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական մակարդակով գնում են քայլ առ քայլ առաջ, ուզում եմ հասկանամ ձեր կարծիքը նաեւ ու կարևոր կետերը ինչը պետք նաեւ ավելացնել այս ամենը։ Խոսքը հսկայական գումարների մասին է, որովհետեւ ձմեռային գրեթե բոլոր մարզաձևերը թանկարժեք են։ Բոլոր առումներով եւ մարզիչների եւ մասնակիցների եւ պայմանների Գույքի մասին է, պայմանների մասին է, որտեղ մարզվեն։ Մենք ունենք այսօր ունենք միշտ մեկը, Ծաղկաձորը, հիմա ավելացավ եւս մեկը եւ դա շատ քիչ է, որպեսզի մենք անհրաժեշտ քանակի մարզիկներ ունենանք, ներքին մրցակցություն ունենանք, նրանք աճեն այդ մրցակցության շնորհիվ եւ միջազգային ասպարեզում կարողանան հաջողություններ գրանցել։ Այ եթե մեծ ներդրումներ լինեն, կարողանան օրինակ մեր մարզիկները չգիտեմ, ավելի լավ պայմաններում մարզվել կամ դրսում մարզվել կամ դրսից մարզիչներ կան օգնեն, այսինքն մի հսկայական գործընթաց է, որը պետք է տարիների ընթացքում կազմակերպվի, իսկ դրա համար պետք է անընդհատ ներդրում լինի։ Այդ ներդրումները ես կարծում եմ հիմնականում պետք է արվեն նրա վրա, որ մարզիկները դրսում պատրաստվեն, որովհետև ամռանը Հայաստանում դժվար է պատրաստվել ձմեռային մարզաձևին վերաբերող ինչ-որ առաջնության, աշոցքել ունենք մենք իրականում, բայց էլի 12 ամիս Հայաստանը չի կարողանում նրանց համար պայմաններ ապահովել, իսկ անընդհատ գործ
գործ ուղղել դրսում, մարզվել, հա, անդադ մրցաշարերի կարող են գնալ դրսում, բայց մարզվելն է կարևոր, որովհետև այստեղ մարզվելների այլ բան է, ամբրանը դրսում մարզվելը, որովհետև շատ հաճախ մերոնք ձյան վրա չեն մարզվում, ուղղակի, չգիտեմ, սահում են ինչ-որ պայմաններում ու դա չի կարող նպաստել, որ դրանք հաջողության հասնեն մեծ մրցաշարերում։ Ամբողջ աշխարհում կիրառում են ամռանը անվաճ շմուշկներով վազքը, դահոկներով, որ անիվների վրա են, որպեսզի մարզավիճակ պահեն, նույնիսկ մրցաշարեր են անցկացվում, բայց նորից է շատ դա էլ ֆինանսների հետ կապված հարց է եւ Հայաստանում այսօր եթե շունչ կա, իսկ մենք դա պետք է փաստենք, որ ձմեռային մարզաձևերի շունչ կա, բայց զարգացնելու համար պետք է շատ մտածել եւ ավելացնել։ Իսկ ինչ վերաբերում է գրավչությանը, ինչպես գրավել մարդկանց, որ զբաղվեն եւ դառնան հետագայում պրոֆեսիոնալ մարզիկներ, կարծում եմ լավագույն տարբերակը լուսաբանումն է ձմեռային մարզաձևերի, ինչեւ անում է առաջին ալիքը եւ 125 ժամ օլիմպիական խաղերից մեր եթերում է լինելու 2 շաբաթվա ընթացքում, իսկ դա հսկայական ծավալ է։ Եթե նայեն, ես վստահ եմ, որ շատ մարզաձևերի սիրահարվելու են, նրանք ովքեր սովորաբար չեն նայում։ Բայց սիրահարվեն, հետո բարդ է լինելու գտնել այդ։ Դե արդեն սիրահարվել եւ գործել սա ամենակարևորը։ Իսկ դուք երկուսով եք մեկնաբանելու, թե Նաեւ եւ մենք հետաքրքիր անակնկալ այո, կա։ մենք հերոստատիտողի համար շատ հետաքրքիր անակնկալ ենք պատրաստել, անակնկալներ ենք դե պատրաստել։ ասեք հիմա։ Մենք եթեր ենք վերադարձրել, խնդրել ենք եւ նա սիրով համաձայնել է մեր շավակ գործընկեր Կարեն Գիլոյանին եւ նա մեզ հետ միասին մեկնաբանելու է որոշ մարզաձևեր, ինչպես նաև հրավիրել ենք փորձագետի Գեղասահակի համար, Իլոնա Սահակյանը մեզ կմիանա եւ նա կօգնի ճիշտ հասկանալ հերոստատիտողին Գեղասահակի բարդ տարերը, ինչը համաձայն եք մեզ համար շատ դժվար է, որովհետեւ միշտ դիտում եմ ու հասկանում եմ, որ գեղեցիկ Ես ուղղակի դիտում եմ։ Բայց ինչ խոսք պետք է ձեզ արժանին մատուցենք, որովհետև նաև մեկնաբանի խոսքից, էներգիայից ու տրամադրությունից է կախված, թե որքանով մենք սևեռվենք հեռուստաէկրանների առջև, չնայած որ պարտավոր ենք ու վայելել դիտել օլիմպիական խաղերը։ Մենք խոսեցինք ներողություն հրավիրյալ մասնագետների մասին, բայց մեզ հետ միասին նաև մեր բաժնի աշխատակիցներն են աշխատելու Մարիամ Նազարյանը եւ Աննա Գրիգորյանը, նրանք եւս մեկնաբանելու են օլիմպիական խաղերի տարբեր մարզաձևեր, այնպես որ մեր թիմը շատ մեծ չէ, բայց փոքրել չէ եւ մենք ծավալը կապելով ենք։ Եվ քանի որ եթերային ժամանակը մեզ հուշում են, որ մոտենում է իր ավարտին, մենք նաև պետք է ուրախությամբ նշենք, որ այո, կա ներմրցակցային ինչ-որ մակարդակ, որի հիմքով եւ շնորհիվ մենք այսօր ունենք մասնակիցներ, ներկայացուցիչներ, ովքեր ելույթ կունենան 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում։ Շնորհակալ ենք ձեզ, շատ հաճելի հատկապես իմ եւ Միքայի համար, ձեզ հետ կարող ենք անդադար խոսել հատկապես ֆուտբոլից, բայց սահմանափակվենք այսքանով։ Բայց հիմա ձմեռակը։ Այո, օրվա դրական շարունակություն։ Մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք առավոտը լուսով լավ տրամադրությամբ։